Հիսուս պետք է նորից գա եւ ինչ պիտի անի այս անգամ իբրև դատավոր պիտի ներկանա։ Մենք գիտենք, որ Հիսուս եկավ առաջին անգամ աշխարհ իբրև բժիշկ, չէ, որ վիրավոր, մեղավոր մարդուն կարողանա բժշկել եւ դեպի փրկություն առաջնորդել։ Ամեն մարդու էլ հետաքրքրում է այս հարցը սիրելիներ, երբ որ գա, ինչ պիտի լինի։ Մենք ասում ենք, չէ, եթե այլ բան չունենք մարդուն ուղղելու, ասում ենք Աստծո դատաստանից վախեցիր։ Ուրեմն Աստված, Հիսուս Քրիստոս այստեղ ոչ միայն արդար բժիշկ է, այլև արդար դատավոր է։ Ուրեմն պիտի գա դատել իր հայտնության օրը, երբ որ Հիսուս երկրորդ անգամ գա այս աշխարհ։ Բայց նախ այս բանն իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարողներ ու ծառողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների եւ պիտի ասեն, որ ուր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախարարի ննջելուց հետո ամեն ինչ նույնն է, նույն ձևով է մնում, ինչպես որ արարչագործության սկզբից էր։ Տերը չի ուշացնում իր խոստումը, ինչպես որ կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամեն ոք ապաշխարի եւ փրկվի։ Տեսեք, ինչու է այս տողը կարդացի ձեզ, սա Պետրոս Սարաքյալի ընթանական երկրորդ նամակից էր։ Ուրեմն շատ հաճախ մարդիկ, երբ որ խոսում ես դատաստանի մասին, գալստյան մասին, այս նույն տողերը իրականություն ասում են, ուր է Աստված։ 2000 տարի անցավ, ուր է ձեր Հիսուս Քրիստոսը չեկավ, ինչ որ կար այն ժամանակ, այսօր էլ նույնը կա։ Իսկ ուր է այդ ամեն ինչը։ Երբ որ Նոյի նահապետը հրաման ստացավ տապանը կառուցելու, որտեղ գիտեր ջրհեղեղ պիտի լինի, հիշում եք, ես ասել եմ, քանի տարի կառուցեց տապանը Նոյը։ 120 տարի։ Ուրեմն 120 տարի պատկերացնեք, չէ՞ ինչքան մեկ դարից ավել մարդը տապաներ կառուցում, ասում էր, որ ապաշխարեք, որովհետև աշխարհը պիտի ոչնչանա, ջրհեղեղ պիտի լինի, բայց բոլոր մարդիկ ծիծաղում էին Նոյին, թե այս ինչեր է պատմում, ինչ հեքիաթն, ինչ ջրհեղեղ, ինչ Աստված, ինչ կործանում, բայց երբ որ Նոյը մտավ տապան, դուռը փակվեց, անձրևը սկսվեց, մարդիկ եկան, դուռը թակեցին, որ փրկի։ Ինչու չբացվեց, որովհետև դուռը Աստված ինքն էր փակել։ Ինչու չթողեց Նոյին փակել, որովհետև մարդ էր, խիղճը կտանջեր, իր ծանոթ ընկերը բարեկամը պիտի բացեր։ Սա ցույց է տալիս, որ Աստծո դատաստանը քեզ մինչև վերջին վայրկյանը հիշեցնում է։ Դրա համար Հիսուսը ասում է, երբ պիտի գա իր գալուստը, մինչև որ աշխարհի բոլոր անկյուններում չքարոզվի Տիրոջ ավետարան, այսինքն յուրաքանչյուր մարդու չհասնի Աստծո խոսքը, դատաստան չի լինելու։ Բայց շարունակության մեջ Պողոս Արաքյալն ասում է, այդ արհամարողները ու ծառողները թող իմանան, ոչ թե Աստված իր խոստումը չի պահում, այլ պատճառը մեկ բան է, ուշացնում է, որպեսզի ամեն մարդ փրկվի ապաշխարության ճանապարհով։ Կիրակի օրը ձեզ ասացի, որ Աստված փակեց դրախտի ճանապարհը, բայց բացեց ապաշխարության դուռը մեզ համար, որպեսզի մարդը ապաշխարության միջոցով կարողանա փրկվել։ Ուրեմն Աստծո կեցվածքը այսօր մարդու հանդեպ, սիրելիներս, համբերատարությունն է։ Աստված համբերատար սպասում է յուրաքանչյուր մարդու դարձին եւ փրկում, որտեվ չի ուզում մեղավոր մարդը անփանկարծ կորստյան մատնվի։ Եվ պատճառն էլ այն է, որ այնքան է սիրում մարդուն, իր ստեղծագործությունը այնքան է սիրում, որ անգամ իր զավակին զոհաբերեց այդ մեկ հոգու համար։ Քրիստոս հանձն առավ խաչը, չարչարանքը, արհամարանքը, նվաստացումը մեզ մեղքի իշխանությունից ազատելու համար։ Ուրեմն այս անգամ Հիսուս եկել էր որպես բժիշկ, որպես մարդկանց փրկիչ, բայց երկրորդ անգամ պիտի գա իբրև ճշմարիտ դատավոր այս աշխարհը դատելու համար։